Մեր զրույցը շարունակվում է եւ զրույցի հեղինակը ես չեմ եւ որևէ մի մարդ չի, զրույցի հեղինակը Սուրբ Հոգու հայտնություններն են, որը եկեղեցին շատ եղբայրներ եւ քույրեր ինչ որ ճաշակել են, ինչ որ տեսել են, շոշափել են, փոխանցում են մեզ բոլորիս։ Տերը թող օրհնի, որ մեր ուշադրությունը կենտրոնանա, սիրելիներ։ Գողը չի գար միայն թե գողանալու եւ սպանելու ու կորսնցնելու համար։ Սա սատանայի նպատակն է։ Գողանալ, կորսնցնել, սպանել եւ կորսնցնել։ Սպանելով էլ չի հանգստանում, կորսնցնել, որ չլինի թե կենթանանան։ Եվ Տիրոջ նպատակը՝ ես եկա որ կյանք ունենան եւ ալ ավելի ունենան։ Ուրեմն Տիրոջ ծրագիրը, Տիրոջ նպատակը ինչ որ կարգեր, կանոններ, ծեսեր չեն։ Հոգևոր կյանքը չի հիմնված ինչ որ ծեսերի, բարոյագիտությունների, կրոնական, չգիտեմ ինչ, ավանդույթների, հոգևոր կյանքը հիմնված է Հիսուսի վրա, նա է ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը։ Սա է նպատակը։ Իսկ այդ կյանքի մեջ ամենաօրհնյալ բարոյագիտությունը կա, այդ կյանքի մեջ կարգ ու կանոնը եւ օրենքները տոկոսի հարաբերությամբ էլ չեմ կարող ասել 100%-ը քիչ է։ Արդեն դա կյանքի հետևանքներն են դառնում։ Առանց կյանքի, որ դու ուզում ես այս բոլորը կատարես, քո վրա կլինի ծանր բեռ։ Բայց եթե մարդի մեջ կա կյանք, այդ բոլորը ավտոմատ կատարվում են, սիրելիներ։ Փառավորվի Տիրոջ անունը։ Երեք մենք խոսեցինք, թե որն է բուն մեղքը։ Ադամը ինչ մեղք գործեց, որ տարածվեց իր սերունդի վրա։ Եվ այդ մեղքի անունը, այդ հիվանդությունը, այդ վիրուսը, այսպես ասած, այդ ինֆեկցիան, անունը հետևյալն է, որ Ադամը հավատալով սատանայի մտքերին կասկածեց Աստծո խոսքի, նրա սիրո եւ նրա բարության վրա։ Մեղքը Աստծո վրա կասկածելն է։ Եվ սա շատ է վիրավորական Տիրոջը։ Պատկերացնում եք, սիրելիներ, ինքը այրունով է ապացուցել այս թվարկած խոսքը, իր սերը եւ բարությունը, ու մարդը կասկածում է։ Դուք պատկերացնում եք, սա ինչ վիրավորական է։ Մնացած մեղքի տեսակները հետևանքներն են։ Երբ որ դու կբժշկվես իր վրա կասկածելուց, Աստծո վրա կասկածել նշանակում է իր խոստումների, իր խոսքի վրա կասկածել։ Հոգևոր կյանքը ինչու չի ստացվում քո մոտ։ Դու կասկածում ես Աստծո խոսքի վրա, որ նա է ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը։ Դու կասկածում ես Աստծո տեսակետը մեղքի նկատմամբ, Աստծո խոսքը։ Աստված մեղքի կյանքի նկատմամբ ինչ է ասում։ Աստծո տեսողությունը, Աստծո խոսքը, Աստծո միտքը մեղքի կյանքի նկատմամբ։ Հիշում եք, մենք զրուցեցինք, ինչ է ասում Աստված։ Երիտասարդներ, ինչ է ասում։ Ով ասում, ասի, թող ձեռ բարձրացնի։ Ինչ է ասում, ձեռ բարձրացնեն։ Երևի առաջ անգամ եք եկել դալիճ, չէ՞։ Դե որ չհավատակ ոնց փրկվեք։ Դե պետք է լսես, որ հավատաս։ Եվ գիտեք ինչ է կատարվում այստեղ, այս վիճակից ես ինչ եմ տեսնում։ Կատարվում է սերմնացանի առակը շատերի վրա։ Լսում են, եւ երբ որ միտք չեն առնում լսածից, ինչ է կատարում։ Սատանան գալիս է եւ իրանց մեջից այդ սերմը տանում է։
Դե եթե դու լսել ես ու մի չես առնում, նշանակում է դու զբաղված ես, ուրիշ մտքեր ես առը, այդ թափառող վիճակի մեջ ես, որու համար առաջնորդություն եղավ աղոթելի, որ Տերն ուզում է բժշկել քեզ։ Բայց անկասկած այստեղ հոգիներ կան, կարող է թվով քիչ լինեն, բայց նրանք Աստծո խոսքից միտք են առել։ Ովքեր միտք են առել, թող ձեր բարձրացնեն սիրելիներ։ Ես հավատում եմ, որ այդպես ժողովուրդ կա։ Ուրեմն Աստծո խոսքը մեղքի կյանքի նկատմամբ ճշմարտությունը սա է, որ նա աղտեղություն է։ Աղբել չի, աղտեղություն։ Հիմա այս դալիճը, որ մենք մաքրենք, աղբ դուրս կգա, բայց մաքուր փոշի է։ Խնդիր չի, որ մենք նստած ենք եւ պաշտամունք ենք անում։ Իհարկե նաեւ հաճախակի մաքրվում է, բայց աղտեղությունը դա այդ գարշությունն է, գարշահոտությունն է, այն մեռելներով լեցված հոտած այդ սատկած շներն են, որ այնտեղ հնարավոր չի մի ակնթարթ կանգնել։ Այս ճշմարտություններն են քեզի բժշկելու։ Դրա համար այդ միտքը ես որպեսզի ավելի ամփոփվի, ինչպես ազատվել ադամական մեղքից։ Քանի հոգի կարիք ունեն ազատվելու եւ փափագում են, որ ազատվեն։ Թող ձեր բարձրացնենք։ Ազատվել ադամական մեղքից, այսինքն կասկածելուց Աստծո խոսքի վրա։ Այդ համարների մասին մենք զրուցել ենք, բայց կոնկրետ եմ ասում։ Նորից կարող է գրել Հռոմեացի Հովանու ավետարանի 7-րդ գլուխը։ Ինչն է ազատում այդ վիրուսից, այդ մեղքից, այդ անհավատությունից։ 32 խոսքը եւ ճշմարտությունը պիտի գիտնաք ու այն ճշմարտությունը ձեզ պիտի ազատե։ Գրեք Հովանու ավետարան 8-րդ գլուխ 32 խոսք։ Եվ ճշմարտությունը պիտի գիտնաք ու այն ճշմարտությունը ձեզ պիտի ազատե։ Եվ 36 խոսքներ գրեք նույն գլխի։ Ուստի եթե որդին ձեզ ազատն է, ճշմարտապես ազատ պիտի լաք։ Որդին ազատի, ճշմարտությունը ազատի նույն բանն է։ Որտեւ ճշմարտությունը ով է։ Տեսեք ինչ ասում։ Ուստի եթե որդին ձեզ ազատն է, ճշմարտապես ազատ պիտի լաք։ Հիմա սիրելիներ, եթե ճշմարտությունն է բժշկել, ինչ է նշանակում ճշմարտությունը ազատել։ Դու ճանաչում ես ճշմարտությունը, ես ճանաչեցի ճշմարտությունը, մեղքի կյանքը մի ժամանակ ինձից սարսափելի սիրելի էր, հաճելի էր, ինչու։ Մենակ ինձ է այդպես եղել, թե ձեզ էլ է այդպես եղել սիրելիներ։ Որովհետև մենք ժառանգել ենք հավատք Ադամից, որ կյանքի իմաստը մեղ գործելն է։ Դրա համար հաճելի է։ Հավատում ես։ Հիմա կասկածում է Աստծո խոսքի վրա, հավատում է մեղքի կյանքին։ Սատանան կարողացել է այդ վիրուսը փոխանցել իրանից, որտեղ ինքը դրանով հիվանդացել էր։ Հիմա ինչպես եղավ այդ ազատագրումը։ Ճանաչեցի ես ճշմարտությունը, ինչ որ կատարվել է, դա եմ փոխանցում։ Աստծո խոսքի ճշմարտությանը հավատացի։ Աստծո խոսքն ասում է, որ դա աղտեղություն է, գարշություն է, մեռելների, սատկած շների գարշություն է։ Ես էլ ճանաչեցի դա։ Այս ճշմարտությունն է ինձ ազատել եւ ազատում ամեն օր։ Հիմա այս ճշմարտությունը քանի օր կարող է ազատել։ Ասենք մի ստեղից որ գնաս տուն,
այդ ճշմարտությունը փոխվեց։ Եթե դու հավատում ես այդ ճշմարտությունը քո հավատն է, ընդեղ էլ է աշխատում։ Քանի տարի հետո է փոխվում այս ճշմարտությունը։ Ասենք մի 5 տարի որ անցնի, կարող է սատկացիաները դառնան մի հատ եսիմինչ ձևի բլյուտ կերակուր։ Էլի չի մնում սատկացիոն։ Հավատում եք դուք։ Դուք Աստծուն հավատում եք։ Թե սա խաբկանք է։ Հիմի սատանան համոզեց, որ սա խաբկանք է, Աստված խաբել է ձեզ։ Բայց այսօր Սուրբ Հոգին բժշկություն է անում, սիրելիներ։ Դրախտում մարդիկ հավատացին, Սոդոմ Գոմորում այսօր մարդիկ կան ապրող, որ հավատում են ավետարանին։ Հիմի մի 20 տարի հետո փոխվեց ճշմարտությունը։ Ճշմարտությունը հավիտենական նույնն է, նա չի փոխվում։ Այս ճշմարտություններն է մեզ բժշկել։ Ասենք թե մարդը տկարացավ հոգևոր կյանքում, սխալներ թույլ տվեց, հոգևոր կյանքում անկում ապրեց, աղոթում է, աղոթքի պատասխանները չի տալի Աստված, պրոբլեմները շատացել են, ֆիզիկական անբուժելի հիվանդություն է բռնել, այսպես նայում ես Տիրոջ խոստումները կարծես մի բան է ասում, բայց քո վիճակը ուրիշ բան է ասում, բայց փոխվեց ճշմարտությունը, սատկացությունը ինչ դառավ, մալմալա դառավ, ասենք ես տկարացել եմ, բայց խոսքը չի փոխվել, ես հավատում եմ ավետարանին, քո հավատքն է քեզ փրկելու բոլոր վիճակներից, Աստված հավատքը ուղարկել է, դա Աստծո նվերն է, հավատքը ճշմարտությունն է, ով որ ընդունում է նրան բժշկում է հավիտյան, ալելույա, ուրեմն ժամանակավոր չի, որ ես երիտասարդական ցանկությունները մերժել եմ, աշխարհի սերը մերժել եմ եւ այլն, ինչու պետք է մեղ չգործեմ, ինչու աշխարհը չպետք է սիրեմ, բայց սատկացությունը ինչ սիրելու բան է։ Ինձ ասում են աշխարհը մի սիրի, մեղքի աշխարհը։ Դա նույնն է, որ ասեն, տղա ջան, ախր այդ սատկացությունը սիրելու բան չի։ Քանի հոգ են հավատում Աստծո խոսքին։ Աղտեղություն է, հավատում եք թե ոչ։ Այդ հավատն է փրկում։ Հիմա ասում ենք Տեր, փրկի, Տեր, Մաքսի, եղբայր ջան, ասում ես կան աղոթում եմ, մեկա չեմ փոխվում։ Հավատքդ պետք է փոխվի։ Հավատքդ որ փոխվավ, այդ հավատքը քեզ էլ կփոխի։ Քո տեսակետը կփոխի, քո նպատակները կփոխի, քո տեսիլքները կփոխի, ամեն բան կփոխվի։ Եվ Սուրբ Հոգին այս բժշկություններն է անում ճամբարում։ Փառավորվի Տիրոջ անունը։ Հիմա ասենք ես հայտնությունները իմ կյանքում եղել են 84-85 թվից։ Անցել է, քանի տարի անցել։ 85 թվից որ հաշվեն, քանի, 30 քանի։ 33 տարի։ Սատկացությունը դառավ մալմալատ։ Էլի նույն սատկացությունն է։ Այդ հավատքը աշխատում է։ Հիմա հարց։ Ինձ խաբել են, թե սա ճշմարտություն է։ Այրունով է ապացուցել Հիսուսը, ալելույա, ընդունեք բժշկությունը, բժշկությունը ընդունեք, սիրելիներ, Սուրբ Հոգին բժշկություն է անում, այդ վիրուսից ազատում է քեզ, և քեզ հաստատում է ավետարանի հավատքի մեջ, և քո վրա կկատարվի են մեղավոր կնոջ հայտնությունը, քո հավատքը քեզ փրկեց, ով կին գնա խաղաղությամբ, Ալելույա։ Այդեն չի, որ ես թերություններ չունեմ, սխալներ թույլ չեմ տալի, անկումներ չի լնում, ընկնել, վեր կենալ, բայց մեկը ես չեմ կարող այդ սատկացությունը ուտել, ես հավատում եմ ավետարանին, հավատքն է մեզ փրկում ամեն օր, տեսակ ոնց են ազատվում, ճանաչեցիք ոնց են ազատվում մեղքից, Աստծո խոսքին հավատալով, այդքան պարզ է, ինչքան ուզում ես կռիվ տուր, ուզում ես գնաս արերը ճկնի, Դրախտել Աստված քեզ տանի, մեղքից չես ազատվի, եթե դու Աստծո խոսքին չես հավատում։ Մարդը առաջի անգամ մեղքը որտե գործեց։ Դրախտում են կարում մեղ գործեն։ Որ հավատաց սատանայի խոսքին, մեղքը է դա, ինչ կա չհասկանալու։
Իսկ հավատքը բժշկված մարդը Սոդոմ Գոմորում էլ Ղովտի պես իր արդար հոգին տանջվում է։ Ինքը չի կարող ձուլվել։ Ինքը չի հավատում այդ կյանքին։ Այդտեղ չի որ Ղովտը սխալներ չուներ կամ թույլ չէր տվել, բայց մեկը ինքը հավատում էր կյանքին։ Դրանք տկարություններ են, եւ Տերը այդպիսիներին փրկում է։ Եվ Տերը եկավ ասեց, այս քաղաքը պիտի կործանվի, դու սարիստեից։ Այնտեղ հարակից քաղաք կար, Սեգովը, փոքր քաղաք էր, ասեց Տեր, երևի չհասցնեմ լեռները փախչեմ, այդքան ես չեմ կարա, թույլ կտաս մտնեմ այս քաղաքը, Տերն ասեց գնա, եւ Ղովտի պատճառով այդ քաղաքը չայրվեց։ Մի քանի հոգի են հավատում Աստծո խոսքին, սա է խնդիրը։ Ամբողջ պատերազմը սա է։ Դու հավատում ես, Աստծո խոսքն էլ ասում, հավատա Հիսուս Քրիստոսին կփրկվես դու եւ քո տունը։ Հավատալ Հիսուս Քրիստոսին չի նշանակում, որ նա հավատալ միայն որ նա Աստծո որդին է, ինքը մեզ համար խաչվեց, պատմություններին հավատալը չէ միայն։ Հավատալ, որ նա ճշմարտությունն է, նրա խոսքերը հավիտենական ճշմարտություն են, էսի է փրկում։ Դու չես հավատում, դրա համար էլ չես ազատվում։ Աղոթի, որ հավատաս, մի բավարարվի իմանալով։ Աշխարհասեր թե քուր թե եղբայր, երբ որ ես զրուցում եմ, արդեն արտաքինից երևում է, այս մարդը հոգևոր է, թե աշխարհիկ է։ Ձեր աչքերից երևում է, ձեր շնչից, ձեր հոգեբանությունից, հոգևոր մարդիկ դա զգում են ու տեսնում են։ Հաճախակի, որ մենք մեր աչքերը փակում ենք, ուզում ենք օգնենք ձեզ, որպեսզի բժշկվեք։ Այդտեն չի, որ եղբայրները չեն տեսնում։ Եվ հաճախակի այդպիսի հոգիներին ես հարց եմ տալի։ Թեկուզ շատ այդպես բարոյական է, շատ այդպես կիրթ է, բայց նայում ես, որ աշխարհիկ է, կյանք չկա մեջը հոգևոր։ Կամ հակառակը լրիվ տարված իր սրտի ցանկություններով իր կուրքերը տնից բերել է, դե դրե երկրպագում է։ Տնից կուրքերը հավաք է բերել է, քանի հոգի են կուրքերը հետը բերել։ Դրե երկրպագում է։ Մի քանիսին էլ ստիպում է, որ կան իր կուրքերը պաշտեն։ Դա իր ցանկություններն են, այդտեղ չի որ մի հատ արցան է բերել, մի արցան չեն պահում։ Հիմի ցանկություններին են երկրպագում, փառքին են երկրպագում։ Քո ամենազորավոր կուրքը մարդի համար ինքն է։ Քո փառքը, քո շահը։ Հիմի դու քեզ երկրպագում ես, ուզում ես որ շրջապատներ քեզ երկրպագի, այդ սենակներ քեզ երկրպագի։ Հանգարց մեկ այդ կուրքին մի փոքր ասես մազը ծուռը ատոմային պատերազմ է։ Մենք տեսնում ենք այսօր բժշկության օր ասիրելիներ, ուզում ես առողջանալ, և առողջությունը սկսվում է Աստծու խոսքին վստահելուց, և Հիսուսը այրունով է ապացուցել իր խոստումները, թող փառավորվի Տիրոջ անունը։ Սիրելիներ, ուրեմն մարդին մեղքից ինչն է ազատում, քանի ամիս, քանի տարի աղոթի ծոմ պահի, որ ազատվի։ Ինչ անի, որ ազատվի, որ սարերը գնա ճկնիկ ազատվի, բա ոնց անի, որ ազատվի։ Ճշմարտությունը ճանաչի և հավատա, Աստված ճշմարտությունը սա է, այդ ինչ որ դու սիրում ես, Աստված ասում է, այդ սատկած, հոտած մեռելների դիակներն են։ Իմի դու հավատաս կփրկվես, չես հավատում, դրա համար էլ չես փրկվում, Աստված ինչ անի, Աստված կուրքերը քո ձեռից չի վերցնի շպրտի, դու պետք է շպրտես, որպես աղբ, ձեր տան աղբը, որ մաքրում եք, սպասում եք, թե ով գքա կտանի թափի, հարևանը պտի կտանի թափի, թե մի րոպե շուտ ուզում եք ազատվեք դրանից, մանավանդ, որ գարշահոտությունը լցվել է տունը, բժշկում Սուրբ Հոգին, փառթվեք Տիրոջը, կյանքից ենք խոսում սիրելիներ, սա փիլիսոփայություն չի,
ժուրնալներից չեն կարդացել, ոչ էլ ինտերնետներից են հավաքել, սրանք կյանքի պրակտիկ հայտնություններ են Հիսուս Քրիստոսի անունով։ Քանի որ այդ բժշկությունը գնում է դահլիճում, ես նորից եմ ուզում ուշադրությունը գրավել եւ աղոթենք։ Ուրեմն ո՞նց անենք, որ ազատվենք հին մարդից։ Հին մարդը բոլոր մեղքի տեսակներն են։ Երբ որ դու հավատում ես Աստծո խոսքին, ճշմարտությանը, դու հրաժարվում ես հին մարդից, հակառակվում ես իրան, մերժում ես, որպես աղբ։ Քանի հոգի հավատքով մերժել են հին մարդին, խելքով չէ, ավետարանին հավատալով, որպես ճշմարտություն, որպես գարշահոտություն, մեռելներով լցված այդ գարշահոտությունից, քանի հոգի են այս հավատքով մերժում հին մարդը, իր բոլոր ցանկություններով հանդերձ, անկեղծ բարձրացրեք ձեր ձեռքերը։ Լավ բան եմ հայտարարելու։ Քո հավատքը քեզ բրգեց։ Այդքանն է սիրելիներ։ Հին մարդը չի վերանում, հին մարդը չի նորոգվում, բայց եթե դու իրան մերժել ես, դու ազատ ես իրանից։ Ուզում ես վերանա, ուզում ես չվերանա։ Ես այդ հին հանդերձը հանե շպրտել եմ։ Հիմի ով կտանի, չեն տանի, կփոխվի թե չի փոխվի, իմը չի արդեն, իմը չի։ Ալելույա, փառավորվի Տիրոջ անունը։ Եվ ընթացքի աճման մեջ նորից որ նոր մարդը զորանում է, հին մարդը գնալով մարում է նրա ցանկությունները, նրա բոլոր ապրումները, հոգևոր մարդկանց մեջ գնալով մարում են։ Կանգնենք աղոթքի, փառք տանք Տիրոջը։